Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 20-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոչ է նամակ կարող ստանալ, փաստաթուղթ, ոչ է տեղեկատվություն, նաև վեճ ունեք, միգուցե դրանից հետո եք վիճում, որտեղ նույն ժամանակահատվածում է վեճը, եւ այստեղ հուզված եք, խոչընդոտներ կան, ինչ որ բաներ անելու համար չեք կարողանում անել, չի ստացվում եւ կարող եք դիմել ոչ է մասնագետի, խոսել, հանդիպել ոչ է մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 20-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև այստեղ կարիերայի հետ կապված մի փոքր խնդիրներ կան, հնարավոր է ուղղակի շատ աշխատանք չունեք այդ օրը, շատ գործ չունեք, ավելի ազատ կարող եք լինել, նաև պատվերներ, նույնպես պատվերը նույնպես կարող է դեռ ոնց որ քիչ լինել, և հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 20-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը խոչընդոտներ կան, գուցե ձեր կարիերայի հետ է կապված, աշխատանքի հետ է կապված, առաջ խաղացման հետ է կապված, մտածում եք ինչպես անեք, որ կամ շատ պատվերներ լինեն, կամ աշխատանքը շատանա, կամ ինչ-որ աշխատանք գտնեք նաև։ Ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կգան ձեր տուն, նաև տատանվում եք, կամ ճանապարհի վրա եք տատանվում, կամ գուցե որ գան ինչ հյուրասիրեք, կամ նման ոչապահեր են։ Ոմանք նաև կայցել են ոչ բժշկական կենտրոն, հնարավոր է նաև սա հոգնածություն է ճանապարհից, եւ նաև ունեք երկար սպասված նամակ, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է, որը կստանաք, կամ փաստաթուղթ է։ Ոմանք սկսեն տանը աշխատել կամ տան աշխատանքներ անել, օրինակ վերանորոգում դա կարող է լինել կամ մեկ այլ բան է, որը ոնց որ տան մեջ է կամ սկսում եք անել։ Այդտեղ նախանձ մարդիկ կան, օձեր կան, անմիջապես կարող են նախանձել դրան, որ դուք կարողանում եք օրինակ տանը գործեր անել կամ տուն եք վերանորոգում։ Այստեղ կամ ընտանիքի անդամները կարող է գնան աշխատանք գտնեն, սկսեն աշխատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 20-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հիվանդանոցում ինչ-որ մեկը ունեք կամ նաև դուք եք այցելում բժշկական կենտրոն։ Նաև աշխատանքի հետ կապված լուսավոր մի բան տեղի կունենա, կարող է աշխատանքի եք ընդունվում կամ աշխատանքի վայրին է դա վերաբերվում կամ նաև պետական աշխատող կարող է ձեզ մի լավ բան ասի, նաև բիզնեսի հետ կապված դա կարող է լինել։ Եվ այստեղ վիճում եք ընտանիքի անդամների հետ, երբ չեք հասկանում, հնարավոր է նաև, եթե վիճեք իրարից խռով եք, ապա հաշտեցումը կարող է լինել 3 ամիս հետո, կամ դա կարող է լինել ինչ-որ բան է, որը ուշանում է մոտապես 3 ամիս եւ մեկը մյուսին է մեղադրում դրա մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում հարուստներին հունվարի 20-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը մտածում եք ինչ-որ մեկի մասին, նաև միգուցե աշխատանքի մասին, մտածում եք աշխատանք փնտրելու մասին, նաև աշխատանքի հետ կապված ոչ է նորություն կարող եք լսել, ոչ է տեղեկատվություն, կամ կարող եք ընդունվել աշխատանքի, կամ բիզնեսը ձեր առաջ մղեք, նաև հանդիպում է պետական աշխատողի հետ։ Եվ որից է խոչընդոտներ կան օրվա ընթացքում, կամ դուք կտրուկ ոչ է քայլ կանեք այն անելու համար, բացելու համար, կամ սա նաև անսպասելի կարող է ինքն իրան բացվել, կամ միգուցե դուք եք կտրուկ քայլ արել, սխալ քայլ եք արել եւ հանդիպում եք խոչընդոտների։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 20-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ է դա, կամ ոչ է դուռ եք փակում, ինչ-որ մի բան անում ավարտում եք, այդ դուռը փակում եք, ամենայն դեպս հաջողություն է դա ձեր գործերում։ Օրվա ընթացքում նաև կարող եք վիճել որից է մեկի հետ, և հանդիպում կամ շփում ունեք ոչ է տղամարդու հետ, կամ դա կարող է լինել ձեր ամուսինը, կամ նոր ծանոթություն, կամ ոչ է պետական աշխատող, և լուսավոր ոչ է մի բան տեղի կունենա, որից էր ոչ է տրամադրությունը կբարձրանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 20-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ բան է ուշանում, մոտավորապես 1.5 ամիս կարող է ուշանալ, նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, բայց հետո նաև ունեք խոչընդոտներ, օրվա վերջ արդեն որոշ խոչընդոտներ կան, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ կամ տղայի հետ կապված ինչ-որ հարցեր են սա, նաև նոր ծանոթություն է սա ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։
Ինչ է սպասվում կարիչներին հունվարի 20-ին։ Հարգելի կարիչներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ նաև ժամ կարող եք պայմանավորվել նոր հենց այդ օրը։ Հանդիպում կամ շփում ունեք ոչ տղամարդու հետ, կամ թե տղամարդը ինչ-որ հարցում դեր է խաղում ձեզ համար, նաև ճանապարհի հետ կապված այստեղ կամ սուտ կամ նաև սպասում եք, հա, ինչ-որ մեկին եք սպասում, ինքս դա է սուտ, նաև այդ սպասելու հետ կապված ոչ մի բան է, որը ի հայտ կգա ձեզ համար, որը տեղյակ չեք, որը ինչ-որ փուչքի նման այդպես կարող է պայթել, իմանաք, որ ինչ-որ մեկը գալիս է, հա, դա էլ ևս, հա, ինչ-որ մի բան էր, նաև դա կարող է լինել, որ խաբել են, հա, ձեզ մոլորեցրել են, սպասում եք, որ ինչ-որ մի լավ բան տեղի կունենա։ Նաև ոմանք կարող են այցելել հիվանդանոց, ոմանք նաև կարող են շատ հոգնել գիշերը, հա, երեկոյան այդպես հենվել, պարկել, նաև կա սա հիվանդություն է, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 20-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում կամ մեկ այլ ինչ-որ մի բանում, հա, հաջողություն կունենաք։ Տան հետ կապված իրադարձություններ կան, կարող է առիթ է, կամ հյուրեր եք ընդունում, հա, կամ ինչ-որ մի բան եք տեղափոխվում եք, կամ տուն եք մաքրում ու բորկա եք անում։ Կամ տան հետ կապված է դա կարող է հաջողություն եք գտնում եք օրինակ տուն, եթե փնտրում եք։ Այստեղ նաև օծերից որևիցե հանկարծակի լուր կարող եք լսել, իրենք կարող ինչ-որ մի բան ասեն ձեզ։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ երիտասարդ տղայի հետ, հա, կարող է լինել նոր ծանոթություն կամ ինչ-որ բան է կապված այդ տղայի հետ, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք դուք եք անում, հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր, նաև կարող գործարք է, որը կնքում եք, և երեկոյան այստեղ գիշեր վիճում եք ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 20-ին։ Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը երկար սպասված ոչ այդ տեղեկատվություն կլսեք, կամ ոչ փաստաթուղթ կարող ստանալ, նաև կարող այստեղ բժշկության հետ է կապված, նաև միգուցե ձեր հանգստի հետ է կապված, ուզում եք հանգստանալ եւ հիմա արդեն իմանում եք, որ կարող եք հանգստանալ, նաև այստեղ սպասում եք, որ տեսնեք ժամանակ ունեն, որ գնաք օրինակ կոսմետոլոգի մոտ կամ բժշկի մոտ։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ երիտասարդ տղայի հետ կամ իր հետ կապված ինչ-որ պահեր են, այստեղ կարող է գորգռում եք, հետո ուրախ եք, հանգստանում եք, որտեղ երկերեսանի մարդիկ կան, միգուցե իրենց վրա եք գորգռում, հետո ուրախ եք, տրամադրությունը բարձրանում, որ վերջապես ասեցիք այն ինչ որ մտածում եք օրինակ իր մասին։ Նաև հանկարծակի լուր կլսեք, որ այդպես փուչքի նման է պայթելու ձեզ համար։ Դա նաև անսպասելի լուրը նա է, որ նա առանձին կարող է սպասելի լուր լսեք եւ առանձին ոչ մեկը փորձի ձեզ մոլորեսնել այդ օրը խաբել։ Եվ ոչ մի տեղ կգնաք երկար կմնաք կամ ինչ որ բան է դեռևս դանդաղում, ինչ որ բան է դեռևս կանգնած, պետք է սպասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 20-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ է կտրուկ քայլ կարող եք անել կամ անսպասելի ոչ մի բան տեղի կունենա։ Նաև գործերը կարող են առաջ գնալ, զարգանալ, ոչ մի լուսավոր մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետ հետ, կարող իր հետ է, ինքն է ձեզ այդ մասին ասում։ Լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք, որպեսզի չուշանաք, շուտ դուրս եկեք, կամ ինչ որ մեկն է, որ ուշ է տուն գալու, կամ դուք եք ուշ տուն գնալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 20-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանց սերկ խոստովան են կամ դուք սերկ խոստովան եք, միգուցե սիրահարվում եք, միգուցե ժամադրության եք գնում կամ ձեր հարազատ մարդկանց շրջապատում կարող եք լինել։ Օրվա ընթացքում ինչ-որ բան է փակ, խոչընդոտներ կան։ Չի ստացվում դա անել, միգուցե գումարի հետ է կապված։ Դա է, մտածում եք ինչ անեք։ Եվ օրվա վերջ այստեղ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ կամ նաև լավ լուր եք լսելու, այդ օրը կարող է ճանապարհի հետ է կապված։ Ամենայն դեպս կամ ձեր սիրելիներն են գալու, ձեր սիրելի անձնավորությունը, ձեր երկրորդ կեսը օրինակ։ Եվ երեկոյան լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։